Բարև, ես ընկերներում եմ Think Engineering-ից ու այսօր միասին ստեղծելու ենք Tic-Tac-Toe խաղը։ X-երի եւ 0-ների խաղը մեզ բոլորիս հայտնի։ Երբ որ դրոշակը սեղմենք Start-ին, այսպիսի էկրանը կտեսնենք։ Հերթով սեղմելով պետք է փորձենք հաղթել։ Ով որ հաղթում է, արդեն հաղթողի կերպարը ցույց է տալիս։ Նաեւ կա տարբերակ, երբ որ ոչ մեկ չի հաղթում, և մեր մոտ կբերի հետևյալ էկրանը։ Չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես նոր խաղերը, իսկ ես սպասում եմ քո խաղին կոմենտներում։ Ներքևում կտեսնես պատրաստի կերպարներով հղումը, սեղմից դրա վրա, վերևում կտեսնես remix կանաչ կոճակը, սեղմում ես remix-ի վրա, որպեսզի խաղը պահպանվի քո մոտ։ Եվ գնացինք։ Թաքցնենք Game Over-ի կերպարը և Start button-ի կերպարը, նրանք դեռ մեզ պետք չեն։ Անցնենք line-երին։ Line կերպարը սկզբում կհայտնվի անիմացիայով փոքրից կմեծանա։ Հետևաբար գնացինք իրադարձություններ բաժին, երբ դրոշակը սեղմված է, այնուհետև դրան կդարձնենք 0 տեսք բաժնից, չափսը 100, դարձնում ենք 0։ Այնուհետև կմեծանա 0-ից այնքան, մինչև դառնա նրա չափսը 100, այսինքն 100%։ Հետևաբար գնացինք կառավարում բաժին, կրկնել մինչև։ Այնուհետև գնում ենք հաշվարկ բաժին, հավասար է, և տեսք բաժնից մի փոքր ներքևում գտնում ենք չափսը, հավասար է 100 ենք սարքում։ Այնուհետև փոխել չափսը, էլի տեսք բաժնից, և այստեղ տեղադրում ենք հետևյալ արտահայտությունը։ Հանած, այնուհետև բաժանած, և ստանում ենք այսպիսի արտահայտություն տեսք բաժնից վերցնելով չափս, դնում ենք մեջտեղում, գրում ենք 25-ից հանած չափսը բաժանած 4-ի։ Փորձարկենք, դրոշակը սեղմենք, նկատենք, որ փոքրից մեծացավ։ Եթե ուզում եք ավելի մեծ լինի, նենց ենք թվերը ընտրում, այնպես ենք թվերը ընտրում, որ 25 անգամ 4-ը լինի ձեր ուզած թիվը, այսինքն տվյալ դեպքում եթե 100-ը 25 անգամ 4 դառնում է 100 և մեր վերջնական չափսը 100 է։ Նաև վերևում ստուգում ենք, որ կրկնի այնքան մինչև դառնա 100։ Անցանք հաջորդ կերպարի։ Նկարենք մեր սելերը։ Տեսնենք, որ նա ունի 3 զգեստ, սպիտակ այսպիսի կերպար է իրանից ներկայացնում և 2 զգեստ X-ը և օղակը։ Երբ որ խաղը սկսվում է, երբ որ մենք դրոշակին ենք սեղմում, նրանք պետք է շարվեն հերթով այս հատվածներում։ Հետևաբար, մենք գրում ենք հետևյալ կոորդինատները։ Երբ որ դրոշակը սեղմենք, նրանց սկզբում կանգնեցնում ենք շարժ բաժնից գնալ դեպի -125 և 125 կոորդինատներով, որ լինի հենց այս հատվածում։ Նաև ամենասկզբում պետք է նա ունենա իր սպիտակ զգեստը, որպեսզի մենք մեր խաղացողը սեղմելով նրա վրա արդեն ընտրի որն է ուզում, X-ը թե 0-ն։ Այնուհետև ստեղծելու ենք կրկնօրինակներ, այսինքն մեզ օրիգինալին պետք է թաքցնել, իսկ կրկնօրինակներին ցույց տալ։ Հետևաբար տեսք բաժնից թաքցնել և միանգամից վերցնենք և սկսում է որպես կրկնօրինակ ցույց տալ։ Սա հեսակ օգտագործենք։ Մեր օրիգինալը այստեղ է լինելու և հերթով ստեղից հայտնվելու կողքինում։ Այնուհետև կողքինում փոխելով իր X-ը 125-ով, այսինքն ամեն մի այս բանդակի երկարությունը կլինի 125։ Տեսք բաժնից վերցնում ենք զգեստը և սարքում ենք սպիտակ, որպեսզի նա սպիտակ զգեստով լինի։ Այնուհետև վերցնում ենք կրկնել կառավարում բաժնից և սարքում ենք 3։ Նկատենք, որ երբ որ նա սկզբում է, ձախ վերևի անկյունում է 3 հատ պետք է գնա աջ, այսինքն 3 անգամ կգնանք աջ և նաև ամեն անգամ պետք է տող փոխը, երբ որ ինքը 3 անգամ գնաց աջ, այնուհետև պետք է հայտնվի ներքևի տողում ու այդպես էլ 3 տող։ Հետևաբար 2 հատ կրկնել ենք վերցնում, իրար մեջ տեղադրենք, էլի կրկնել 3, որովհետև 3 տող ունենք և կառավարում բաժնից վերցնում ենք ստեղծել իմ կրկնօրինակը և փոխել X-ը 125-ով։ Նկատենք ինչ տեղի ունեցավ։ Ահա, և նկատենք, որ աջ կողմում նույնպես կրկնօրինակներ ստեղծվեցին։ Երբ որ նա երրորդին է հասնում, պետք է իջնի
միտով ներքև, այսինքն y-ը փոխի արդեն 125-ով ու հայտնվի ձախ կողմում, այսինքն x-ը լինի իր սկզբնական կոորդինատով։ Հետևաբար x-ը դնում ենք -125, ինչպես մեր մոտ նշված էր ի սկզբանե, եւ փոխում ենք y-ը 125-ով, -125-ով, որովհետեւ ներքև է իջնում։ Փորձարկենք, նկատենք հերթականությունը ինչպես է ստեղծվում։ Աճից ձախ, հետո նոտողից էլի սկսում աճից ձախ եւ վերջում աճից ձախ։ Ահա։ Նաեւ ավելացնենք հրամանները, որտեղ մենք որոշում ենք արդյոք նրա վրա կտուցրել են մեր խաղացողը, թե ոչ։ Եթե կտուցրել է եւ x-ի հերթն է, հետեւաբար x պետք է դառնա մեր cell-ը։ Եթե ուղղակի հերթն է, հետեւաբար պետք է կլոր դառնա մեր cell-ը։ Եկեք ստեղծենք մի փոփոխական, որի միջոցով մենք կհասկանանք x-ն է, թե կլորակն է խաղում։ Այսինքն ստեղծեցինք փոփոխական բաժնից ստեղծել փոփոխական, կդնենք player number խաղացողի համարը։ Եթե առաջինն է, ուրեմն x-ն է, եթե երկրորդն է, ուրեմն y-ն է։ Հետևաբար, երբ որ դրոշակը սեղմենք, player number-ը կլինի մեր մոտ 1։ Այնուհետև երբ որ մեր կրկնօրինակին սեղմենք, կրկնօրինակը կնայի, եթե player number-ը 1 է, ապա x, եթե player number-ը 2 է, ապա 0, այսինքն O։ Իրադարձություններից երբ այս կերպարը սեղմված է, այնուհետև դնում ենք կառավարումից, եթե ապա այլապես, որպեսզի ստուգենք, եթե մեր զգեստը սպիտակն է, այսինքն ոչ մեկ դեռ չի ընտրել այդտեղ x-ը լինելու, թե 0, հետևաբար նայում ենք, եթե սպիտակն է, հաշվարկից վերցնում ենք հավասար է և տեսք բաժնից վերցնում ենք զգեստի թիվը։ Եթե զգեստի թիվը 1 է, այսինքն սպիտակ է, ապա նոր ստուգում ենք արդյոք x-ի հերթն է խաղալու, թե y-ի։ Եվ եկեք մի անգամից գրենք կառավարումից, եթե ապա այլապես, հաշվարկից էլի հավասար է և փոփոխական բաժնից player number։ Եթե player number հավասար է 1, հետևաբար տեսք բաժնից վերցնում ենք զգեստը x, որպեսզի x դառնա։ Այլապես զգեստը դարձնում ենք O կամ 0։ Փորձարկենք, նկատեցինք, որ x եղավ, բայց միշտ x-եր են, որովհետև մենք player number-ի թիվը չենք փոխը։ Հիմա, երբ որ մենք x-ը նկարեցինք, մեր player-ը դառնում է երկրորդը, հետևաբար փոփոխական բաժնից player number-ը դարձնում ենք 2, եթե x-ը։ Այլապես player number-ը դարձնում ենք 1։ Փորձարկենք, սեղմեցինք, նկատենք, որ ամեն ինչ ընտիր աշխատում է։ Բայց նաև եկեք ավելացնենք մի փոքր անիմացիա, որպեսզի գեղեցիկ լինի այս ամեն ինչը։ Ստեղծենք մասնիկ։ Ստեղծեցինք մասնիկ, անունը կդնենք animation։ Անիմացիա։ Անիմացիան կաշխատի հետևյալ կերպ։ Ոնց որ ամենասկզբում մեր լայնը հայտնվում է 0-ից մինչև 100 է դառնում, նույնպես մեր անիմացիան է անելու։ Հետևաբար մենք կարող ենք ուղղակի լայների միջից այս հրամանները կրկնօրինակել cell-ի մեջ, կամ դուք կարող եք 0-ից գրել, եկեք իջացնեմ ներքև։ Եվ այս անիմացիան կանչում ենք այն ժամանակ, երբ որ կրկնօրինակները ստեղծվում են, որպեսզի սպիտակները գեղեցիկ հայտնվեն, փորձենք, նկատենք, որ գեղեցիկ են արդեն հայտնվում, նաև կանչում ենք այն ժամանակ, երբ որ մենք սեղմում ենք ինչ-որ մի սպիտակի վրա եւ մեր զգեստը փոխվում է։ Հետևաբար անիմացիան կանչում ենք այստեղ, եթե ապայից դուրս, հենց player number-ը հավասար է 1-ի, եթե ապայից դուրս, որովհետև կապ չունի x-ը թե 0, 1-ը անիմացիան պետք է տեղի ունենա։ Փորձարկենք, նկատենք, որ անիմացիան սկսեց աշխատել։ Բայց նկատենք, որ մեզ այս հատվածում այլապես է հարկավոր չէ, հետևաբար եկեք փոխարինենք այն, եթե ապայով, որովհետև այլապես մեր մոտ դատարկ է մնալու։ Փոխարինեցինք, եթե ապայով, այսինքն գործողությունները կկատարենք միայն այն դեպքում, երբ որ մենք սպիտակին սեղմենք։
նկատենք, որ ես սեղմում եմ x-ի վրա ու ոչինչ տեղի չի ունենում, պետք է անպայման սպիտակի վրա սեղմեմ, որ իմ հրամանները աշխատեն։ Ավելացնենք նաև այս փոքրիկ աջ կողմում եղած x-ի հրամանները։ Եթե մեր player number-ը 1 է, հետևաբար x-ն է խաղում, եթե ոչ, հետևաբար 0-ն է խաղում։ Այսինքն մենք անընդհատ կստուգենք, եթե ապա այլապես կառավարում բաժնից հավասար է փոփոխական բաժնից player number-ը, եթե հավասար է 1, ապա զգեստը դարձնում ենք x, իսկ եթե չէ, այսինքն այլապես 0։ Փորձարկենք, ահա, նկատենք, որ փոփոխվում է աջ անկյունում։ Եկեք գրենք աջ կողմի փոքրիկ կերպարի անիմացիայի հրամանները, որպեսզի նա փոփոխվի ամեն անգամ, երբ որ մեր խաղացողը փոփոխվում է։ Հետևաբար, եկեք իրադարձություններ բաժնից վերցնենք հաղորդել հաղորդագրություն հրամանը և ստեղծենք նոր հաղորդագրություն next player։ Այսինքն խաղացողը փոփոխվեց և մեր x այս կերպարի մոտ գրում ենք, երբ ստանում եմ next player, նա թող իր զգեստը փոխի, այսինքն հաջորդ զգեստը, բայց չենք մոռանում խաղի սկզբում, երբ որ դրոշակը սեղմենք, նրա զգեստը ֆիքսեն, որ լինի իր x-ի զգեստը հենց։ Եվ նաև ավելացնենք անիմացիա, որպեսզի ուղղակի չփոփոխվի, այլ գեղեցիկ փոփոխվի։ Եկեք ուղղակի cell-ի միջից կրկնօրինակենք այս անիմացիան, բերեցինք այստեղ, և նույն անիմացիան տեղադրենք հաջորդ զգեստի մոտ։ Փորձարկենք։ Ահա, նաև կարող ենք ավելացնել, որ երբ որ դրոշակը սեղմենք, նա գեղեցիկ անիմացիա ստեղծի։ Աջ կողմում ուշադիր լինենք, նկատեցինք, որ բոլոր անիմացիաները աշխատում են։ Եկեք player number-ը անջատենք, որովհետև այլևս նա մեզ հարկավոր չէ, և գրենք ստուգման կոդերը։ Ինչպես ենք դա անելու։ Համարակալելու ենք բոլոր վանդակները։ Դրա համար գնում ենք cell, ստեղծում ենք փոփոխական cell անունով, որը կլինի միայն այս կերպարի համար։ Այնուհետև, երբ որ դրոշակը սեղմում ենք, մեր cell-ը կլինի 1 առաջին համարը։ Եվ ամեն անգամ կրկնօրինակը ստեղծելուց նրա cell-ի համարը պետք է փոխենք։ Այսինքն գտնում ենք որտեղ ենք կրկնօրինակ ստեղծել եւ այստեղ անում ենք փոխել cell-ը 1-ով։ Եկեք նայենք ինչ տեղի ունեցավ։ Եկեք տեսք բաժնից վերցնենք ասել ողջույն հրամանը, այս հրամանը եւ տեղադրենք մեջը cell-ը, որպեսզի ամեն սպիտակ այս շրջանը մեզ ասի ինքը որ համարն է։ Նկատենք, որ ամեն մեկը ունի իր ուրույն համարը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։ Ինչպես ենք ստուգելու։ Դրա համար հարկավոր է մեզ փոփոխականներ բաժնից ներքևում գտնում ենք ստեղծել ցուցակ։ Առաջի ցուցակի անունը կդնենք player make steps, այսինքն առաջի խաղացողի հետքերը, որտեղ է ինքը կանգնել։ Եվ երկրորդ ցուցակի անունը կդնենք player 2 steps։ Եթե նկատենք, այստեղ ցուցակները ստեղծվեցին։ Ցուցակները կունենան 9 տար։ Ամեն տարում, որտեղ որ խաղացողը սեղմի, արժեքը կդառնա 1։ Բայց նախ եւ առաջ, երբ որ դրոշակը սեղմում ենք, պետք է մեր ցուցակները լինեն դատարկ, որպեսզի 0-ից սկսենք։ Հետևաբար, փոփոխական բաժնից գտնում ենք ջնջել player make steps եւ նույնպես player 2 steps։ Այսինքն ամբողջ ցուցակը 0-ացնում։ Այնուհետև պետք է լցնենք դատարկ 9 տարերով։ Հետևաբար կառավարում բաժնից վերցնում ենք կրկնել 9 անգամ եւ փոփոխականներ բաժնից գտնում ենք ավելացնել առարկան player make steps-ում, բայց առարկան ջնջում ենք, որպեսզի ոչինչ չունենանք, այսինքն դատարկ տողեր ենք ավելացնելու, տարեր ենք ավելացնելու։ Նկատենք, որ ավելացավ, երբ որ դրոշակը սեղմեցինք, ստեղ նույնպես նայեք, եթե օրինակ տեղադրեի A, 9 հատ A էր մեր մոտ ավելանալու։ Բայց ինձ պետք է որ նա լինի դատարկ, հետևաբար ես դատարկ եմ թողում 9 տար դատարկ է ստեղծվում։ Նույն բանը կանենք երկրորդ ցուցակի հետ, հետևաբար դնում ենք, որ 9-ն ավելանա player 2-ում։ Նկատենք, որ 9-ն ավելացավ player 2-ում։ Հիմա ամեն անգամ, երբ որ մենք սեղմենք ինչ-որ մի cell-ի վրա, այսինքն սպիտակի վրա,
պետք է համապատասխան խաղացողի ցուցակում ավելանա 1, տեղափոխեմ այս կողմ, ահա, հետո նրանց թաքցնելու ենք։ Եկեք սկզբից սեղմենք օրինակ 5-ի վրա, հետևաբար player 1-ի x-ի ցուցակում կավելանա 5-րդ տողում 1 թիվը։ Ինչպես ենք դա անում։ Այստեղ, երբ որ մենք ստուգում ենք x խաղացողն է թե 0 խաղացողն է, ստուգում ենք, նայում ենք, որ cell-ին է նա սեղմել եւ համապատասխան cell-ում ավելացնում ենք արդեն 1 թիվը։ Հետևաբար, ստեղ գտնում ենք փոխարինել եւ փոխարինել 1 տարը player steps-ում առարկայով գրած է։ Այստեղ գրում ենք համարը, իսկ համարը ինչպես գիտենք, մեր cell-ն է։ Հետևաբար, փոփոխական բաժնից վերցնում ենք cell, ասում ենք, օրինակ, եթե 5-րդ համարն է, մենք ասում ենք cell-ը 5-րդն է, հենց այստեղ տեսնում ենք։ 5-րդ համարի տարը, տվյալ դեպքում ոչ մի բան չկա 5-րդ համարում գրած։ Փոխարինում ես 1-ով։ Փորձենք, դրոշակը սեղմեցինք, նկատենք, որ այստեղ 1-ը ավելացավ։ Հիմա ավելացնենք նույն բանը մեր կլորի համար։ Հետևաբար էլի կարող ենք այստեղից վերցնել փոխարինել 1 տարը, արդեն դառնում ենք player 2 steps եւ էլի վերցնում ենք cell, այստեղ էլի դարձնում ենք 1, ինչի 1-ով շուտով կիմանանք։ Փորձարկենք, դրոշակը սեղմեցի, ամբողջ ցուցակներս դատարկ են, սկզբից այս ցուցակում է ավելանալու, օրինակ երկրորդն եմ սեղմում։ Նկատենք, որ երկրորդ տեղում ավելացավ 1, իսկ հիմա 0-ի մոտ, O-ի մոտ պետք է 5-րդ տեղում ավելանա։ Նայեցինք, ավելացավ 1, մնացածները դատարկ են։ Եվ այսպես կավելանան։ Եվ ընթացքում պետք է ստուգենք, արդյոք բոլորը մի տողի վրա են կամ բոլորը մի սյունի վրա են, արդյոք հաղթական պայմանները կան, որ օրինակ x-ը հաղթի կամ y-ը հաղթի։ Եկեք թաքցնենք այս ցուցակները, որովհետև նրանք մեզ այլևս հարկավոր չեն, ձախ կողմում փոփոխական բաժնից այս նշանների վրա ենք սեղմում, նաև մեզ cell-ը հարկավոր չի, նրան է թաքցնում։ Հիմա ստուգում ենք, այստեղ, երբ որ բոլորը կազմվեցին, դնում ենք անվերջ եւ դնում ենք եթե ապա։ Այստեղ դնելու ենք լիքը եթե ապաներ։ Նայում ենք, եթե սկզբից գրենք x-ի համար, հետո նույն բանը կպատճանենք եւ կգրենք 0-ի համար։ Եթե լինի կոմբինացիա 1, 2, 3 կամ 4, 5, 6 կամ 7, 8, 9, հետևաբար բոլոր տողերը վերցրեցինք, չէ՞։ Դա հաղթական նշան է, x-ը հաղթում է, կամ կարող է լինել 1, 4, 7, այսինքն սյունյակով, 2, 5, 8 կամ 3, 6, 9։ Եթե այդ բոլոր տեղերը գրավեն, էլի x-ը հաղթում է։ Նաև կա եւս երկու տարբերակ անկյունագծերով։ Եթե լինի 1, 5, 9 կամ 3, 5, 7, ապա նույնպես հաղթանակը գնում է x-երի։ Ինչ է նշանակում, որ առաջի տողը նա գրավել է։ Դա նշանակում է, որ եթե մենք վերցնենք player 1-ի, այսինքն x-ի, առաջի, երկրորդ, երրորդ տարերի արժեքները եւ գումարենք իրար, եւ պատասխանը դառնա 3, դա նշանակում է, որ ամբողջ տողը միայն x-երով է լցված։ Տվյալ դեպքում նկատենք, որ առաջինն ու երրորդն է միայն x-ով լցված, հետևաբար երկրորդը դատարկ է եւ նրանց գումարը չի ստացվում 3։ Պետք է հաշվարկ բաժնից վերցնենք հավասարը եւ այստեղ ձախ կողմում գումարածներ ենք դնելու։ Եկեք գումարածները վերցնենք այնպես, որ 3 մասից բաղկացած լինի եւ փոփոխական բաժնից վերցնում ենք player 1 steps-ի առաջին տարը, player 1 steps-ի երկրորդ տարը, այսինքն երկրորդ տողը, եւ player 1 steps-ի երրորդ տողը։ Այսպիսի երկար բան պետք է ստացվի։ Եվ այս ամենը, եթե հավասար լինի 50-ի, ապա մենք առաջի տող գրավել ենք։ Տեղադրենք հավասարը 50-ի մոտ եւ 50-ը փոխարինենք 3-ով։ Եվ միանգամից ավելացնենք հաղորդել, հաղորդագրություն եւ սպասել, նոր հաղորդագրություն player 1 այսինքն առաջին խաղացողը հաղթեց։ Եկեք միանգամից player 1 1-ի հրամանները գրենք, որպեսզի տեսնենք, որ աշխատում է։ Game over կերպարի մոտ
եկեք գրենք, որ երբ որ դրոշակը սեղմում ենք, նրան թաքցնենք, այնուհետև, երբ որ նա ստանում է նամակ, երբ ստանում է player make one, նկատենք, որ նա ունի մի քանի զգեստ, պետք է հագնի իր x-ի զգեստը, հետևաբար տեսք բաժնից start-ը փոխարինում ենք x-ով ու կարող ենք խաղը կանգնեցնել, կառավարում բաժնից դադարեցնել ամբողջը, փորձարկենք, հիմա նենց ենք անում, որ մեր x-երը լինեն առաջին տողում, ահա, մոռացել ենք դնենք ցույց տալը, տեսք բաժնից ցույց տալ, բայց նկատենք, որ ամեն ինչ լավ աշխատում է, նորից փորձարկենք, նկատենք, որ աշխատեց, կարող եմ ուրիշ հերթականությամբ անել, օրինակ սա, հետո x-ը այստեղ դնել, հետո դնում եմ 0-ն, հետո վերևը այսպես և հիմա վերջի տողինն եմ դնում, էլի աշխատեց, ընտիր, ավելացնենք մնացած հրամանները, գնացինք cell-ի մոտ, եկեք թաքցնենք մեր ցուցակը, որպեսզի նա չխանգարի և կրկնօրինակում ենք այս ամենը, կրկնօրինակեցինք, արդեն մեզ պետք է 4, 5, 6, հետևաբար այստեղ փոխում եք 4, կարող եք սեղմել tab, միանգամից փոխել հաջորդին, 5, tab, 6, էլի առաջինն է հաղթում, էլի կրկնօրինակեցինք, այստեղ արդեն վերջի տողն է 7, 8, 9, 7, 8, 9, և հիմա գրում ենք սյուներին է, կարող ենք այս ամբողջը կրկնօրինակել, դրեցի այստեղ, հիմա գրում ենք 1, մնում է 4, սյունով եմ իջնում և հաջորդը կլինի 7, այնուհետև 2, 5, 8, 2, 5, 8 և վերջինը կլինի 3, 6, 9, մնաց անկյունագծերը միայն, երկու եթեաբաները կկրկնօրինակենք և մեկը կլինի 1, 5, 9, մյուսը կլինի 3, 5, 7, հերթականությունը կարևոր չի ոնց եք դնում, 1, 5, 9 և 3, 5, 7, փորձարկենք, սկսեցինք, հաղթանակ, նույն բանը անում ենք հաջորդ խաղացողի համար, կարող ենք այստեղ դնել սպասել հրամանը, որպեսզի մի քիչ սպասի նոր winner-ը ցույց տա, եկեք կրկնօրինակենք միայն մեկը, սպասելը առանձնացնենք, այստեղ կփոփոխենք player 2 և արդեն մի հատ էլ կսարքենք նոր հաղորդագրություն player 2, 1, կանենք նույն բաները երկրորդ player-ի համար, եկեք այստեղ միացնենք, նայենք, այսպիսի բան պետք է ստացվեր մեր մոտ, փորձարկենք, սեղմեցինք, փորձենք հաղթել, ինչն են, ահա, նաև եկեք ավելացնենք, որ game over-ի ժամանակ երբ ստանում է player 2, 1, նա արդեն ունենա երկրորդ զգեստը, չենք մոռանում գնալ դեպի դիմաց շերտերը ավելացնել և կարող ենք միանգամից ավելացնել գնալ դեպի 0-0-ները, որպեսզի գեղեցիկ լինի այսպես։ Փորձարկենք, փորձում ենք հաղթել։ Ահա, նկատենք, որ երկրորդն էլ է աշխատում, առաջինն էլ է աշխատում։ այս թվերով ամպիկները մեզ հարկավոր չեն, հետևաբար վերևում կարող ենք նրան հանել, այս ասել հրամանը մեզ հարկավոր չէ, որպեսզի ամեն ինչ գեղեցիկ լինի։ Եվ մեզ մնաց միայն մեկ տարբերակ։ Եթե խաղացել ենք և ոչ մեկ չի հաղթել, հետևաբար մենք այստեղ ունենք զգեստ draw։ Երբ որ ոչ մեկ չի հաղթում, ասում ենք draw։ Ոնց ենք դա անելու։ Ստեղծում ենք մի փոփոխական և կդնենք steps։ Այսինքն քանի քայլ է խաղացվել։ Եթե բոլորը խաղացինք, այսինքն 9 քայլ խաղացվել է, հետևաբար draw ենք անում։ Այստեղ կգրենք դրոշակի մոտ փոփոխական բաժնից, որ մեր step-երը սկզբից 0 են, այսինքն ոչ մեկ չի խաղացել։ Ամեն անգամ, երբ որ մեր player-ը փոխվի, հետևաբար մեր step-երը մեկով պետք է ավելանա։
Այսինքն այստեղ հաղորդել հաղորդագրություն next player-ի մոտ դնում ենք steps-ը մեկով փոխել, այսինքն ավելացնել։ Եվ պետք է անընդհատ ստուգենք, եթե մեր step-երը դառնան 9, ապա մեր խաղը հաղորդվում է draw-ով։ Կարող ենք ավելացնել դրոշակ, անվերջ, կառավարում բաժնից, եթե ապա եկեք այս step-ը տեղափոխենք մեր դրոշակի մոտ, որպեսզի կոկիկ լինի։ Հաշվարկ բաժնից հավասար է այստեղ steps և հաղորդել հաղորդագրություն և սպասել նոր հաղորդագրություն draw։ Այսինքն ոչ մեկ չի հաղթել։ Իսկ game over-ի մեջ, երբ ստանում եմ draw, ուղղակի draw կերպարն ենք հագցնում։ Դրոշակը սեղմեցինք, փորձում ենք այնպես անել, որ ոչ մեկ չհաղթի։ Ոչ մեկ չհաղթեց և եղավ draw։ Steps-ը անջատեցինք, մեզ այլևս հարկավոր չէ։ Նաև եկեք ավելացնենք, որ խաղը սկսելուց start կոճակին սեղմենք, նոր սկսենք։ Գնացինք start կոճակի մոտ, գրում ենք, երբ դրոշակը սեղմված է, ցույց տալ, տեսք բաժնից։ Նաև նկատենք, որ նա ունի մի քանի զգեստ, այսպիսի։ Գնացինք սցենարներ և նրան առաջի զգեստն ենք դնում, երբ որ դրոշակը սեղմենք, առաջի զգեստն է լինելու։ Այնուհետև, երբ մենք նրան մոտեցնենք մեր մկնիկի ցուցիչը, նա մի քիչ պետք է մեծանա։ Հետևաբար, IIS հրամաններն ենք օգտագործելու։ Տեսք բաժնից վերցնում ենք չափսը 0, այնուհետև անվերջ, եթե ապա այլապես, ընկալում բաժնից հպվում է մկնիկի ցուցիչ, այնուհետև գնում ենք տեսք բաժին, փոխել չափսը, հաշվարկ բաժնից հանած է, բաժանում, տեսք բաժնից վերցնում ենք չափսը, մեջտեղ ենք դնում և գրում ենք 30-ից հանած չափսը բաժանած 4-ի։ Կրկնօրինակում ենք և ներքևը դնում ենք արդեն 25-ից հանած այսպես։ Բայց նկատենք, որ նա ետևի հատվածում է, նրան պետք է բերենք դիմաց, հետևաբար գնալ դեպի դիմաց շերտը չենք մոռանում։ Ահա այսպես և նրան սեղմելուց պետք է նոր խաղը սկսվի։ Նաև մենք ունենք game over կերպարով զգեստ, որը ամենասկզբից է երևալու։ Հետևաբար game over կերպարի մոտ, երբ դրոշակը սեղմված է հատվածում, դնում ենք գնալ դեպի դիմաց շերտ, թաքցնելը հանում ենք, դնում ենք ցույց տալ։ Այնուհետև, երբ որ գնաց դիմաց շերտ, պետք է start-ին չփակի, հետևաբար մի շերտ պետք է հետ գա, գնալ դեպի առաջ շերտը սարքում ենք ետ, ցույց տալ և դնում ենք զգեստը start։ Ահա այսպես։ Հիմա, երբ որ սեղմենք start, նոր մեր գործողությունները սկսում են, հետևաբար start կերպարի մոտ գրում ենք, երբ այս կերպարը սեղմված է իրադարձություններ բաժնից, փոքրիկ անիմացիա կլինի, կառավարումից կրկնել 2, սպասել ենք դնում, որ շատ արագ չլինի, 0.1 վայրկյան և հաջորդ զգեստը։ Ինչի 2, որովհետև 2 զգեստ է փոխելու։ Գալու է այստեղ, հետո այս զգեստն է հագնելու, հետո էլի վերջնական այսպիսի։ Եվ հաղորդում է հաղորդագրություն։ Նոր հաղորդագրություն start։ Երբ որ մեր game over-ը ստանում է start, պետք է արդեն թաքնվի։ Հետևաբար game over-ի մոտ դնում ենք, երբ ստանում եմ start, թաքցնել, տեսք բաժնից, փորձարկենք, սեղմեցինք, թաքնվեց։ Նաև մեր start-ին եք թաքցնում և մնացած ամեն ինչը տեղի ունենում արդեն start ստանալուց։ Այստեղ թաքցնել, մեր start կոճակի մոտ, փորձարկենք, անտիր ստացվեց, cell-երի մոտ որտեղ տեսնում ենք դրոշակ, փոխարինում ենք, երբ ստանում եմ start-ով։ Իրադարձություններից, եկեք այստեղ մի անգամից փոխեմ, երբ ստանում եմ start, դրոշակից ազատվում ենք, երբ ստանում եմ start։ Այստեղ նույնպես, երբ ստանում եմ start, և այստեղ։
Ահա, անիմացիան նկատենք, որ տեղի ունեցավ, նաև այստեղ x-ի մեջ ենք ավելացնում, դրոշակը հանեցինք և ստանում ենք start, և լայների մեջ ենք փոփոխում նույնպես և ստանում ենք start։ Ուշադիր ենք լինում, որ հենց start լինի, որպեսզի ամեն ինչ կոկիկ աշխատի։ Փորձարկեցինք, աշխատեց, անտիրը։ Այսպիսի արդյունք ստացանք, երբ որ սեղմենք դրոշակին, կունենանք այսպիսի էկրան, ներքևում կտեսնենք կոճակ, որը կունենա գեղեցիկ անիմացիա, սեղմում ենք start կոճակին, խաղը սկսվում է, կունենանք այսպիսի պատկեր, աջ կողմում կտեսնենք, թե որ խաղացողն է հիմա խաղում, և երբ որ սեղմենք սպիտակ այս հատվածներին, համապատասխան խաղացողի նկարը կհայտնվի։ Եվ փորձում ենք հաղթել, եթե հաղթում ենք, ցույց է տալիս հաղթողի նշանը, եթե ոչ, ապա ցույց է տալիս, որ ոչ մեկ չի հաղթել և կարող ենք վերսկսել խաղը։ Իսկ դու չմոռանաս պահպանել քո խաղը, բաժանորդագրվել մեր ալիքին և ուղարկել քո խաղը կոմենտներում։